Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Թե ինչպես ճագար եղբայրը վախեցրեց իր հարևաններին։ Շատ վաղ ժամանակներում կենդանիները մարդկանց նման էին ապրում։ Նրանցից շատերն աշխատում էին դաշտում։ Նրանց համար լավ ժամանակ էր լինում, վատ ժամանակ էլ։ Մեկ էլ տեսար մի տարի լավ բերք ունեն, մի ուրիշ տարի էլ վատ։ Մի քանի կենդանիներ հարուստ էին, շատերը աղքատ։ Ճագար եղբայրը երբեք չէր կարողանում հարստանալ։ Չէ որ ոչ ոք նրա համար չէր աշխատում։ Իսկ նա մեծ ընտանիք էր պահում։ Նա շատ էր աշխատում ու ստացածն էլ ծախսում էր։ Մի տարի ճագար եղբայրը բակլայի շատ բերք ստացավ։ Նա իր կնոջն ասաց, թե որ բակլային շուկայում լավ գին տան, այնքան բան կառնեմ։ Չէ որ մենք անհրաժեշտ շատ բան չունենք։ Ճագար քույրիկը պատասխանեց. Ամոթ կլինի, եթե դու երեխաների համար թիթեղյա 7 բաժակ եւ 7 ափսե չառնես, տան համար էլ մի սուրճի աման։ Հենց այդ էլ մտածում էի առնել, ասաց ճագար եղբայրը։ Այ, մյուս չորեքշաբթի քաղաք կգնամ ու կառնեմ։ Շուտով ճագար եղբայրը դուրս եկավ։ Ճագար քույրիկը թասակը գլուխը քաշեց, գնաց ջրակից քույրիկի հետ զրույց անելու։ Մի քիչ խոսեցին դեսից դենից, հետո ճագար քույրիկն ասաց, որ ճագար եղբայրը խոստացել է եկող չորեքշաբթի քաղաք գնալ, երեխաների համար որոշ բաներ առնել։ Մի տեսնեիք, թե ինչ արեց ջրակից քույրիկը մարդու գլխին, երբ նա տուն եկավ։ Ուզում եմ իմանալ, թե ինչու ճագար եղբայրը կարող է, իսկ դու չես կարող քո երեխաների համար մի քիչ բանման առնել։ Վիճեցին, շատ վիճեցին, կարծես իսկական մարդ լինեին։ Հետո ջրակից քույրիկը այդ նորությունը հայտնեց աղվես քույրիկին։ Սա էլ գայլ քույրիկին, սա էլ արջ քույրիկին։ Աղվես եղբայրը, գայլ եղբայրը, արջ եղբայրը տուն եկան թե չէ, կանայք պատմեցին լուրը։ Նրանք հավաքվեցին միասին հարցը քննելու։ Որոշեցին, որ ճագար եղբայրը շատ փող ունի, նրան բռնելու իսկական ժամանակն է։ Հետո մի ծրագիր կազմեցին, որպեսզի քաղաքից վերադառնալիս բռնեն։ Չորեքշաբթի օրը եկավ։ Ճագար եղբայրն արևը դեռ չծագած նախաճաշ արեց, քաղաք գնաց։ Մի քիչ ծխախոտ ու մի թաշկինակ առավ իր համար։ Կնոջը մի սուրճի աման, երեխաներին թիթեղից շինած 7 բաժակ ու 7 ափսե։ Երեկոն վրա հասավ։ Ճագար եղբայրը տուն էր դառնում, սաստիկ հոգնել էր։ Նստեց մի ծառի տակ հանգստանալու։ Ափսեները հանեց ու սկսեց նրանցից մեկի հետ խաղալ։ Մի փոքրիկ ծիտիկ աղմկում էր ծառի տերևների մեջ։ Ճագար եղբայրը փորձեց նրան քշել։ Ծիտիկը շատ բարկացավ ու երգեց. Ծիվ, 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 դու չգիտես ինչ եմ տեսնում, ես տեսնում եմ ծիվ, 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 այնինչ դու չես տեսնում։ Ծիտիկը երգում էր ու երգում։ Ճագար եղբայրը շուրջը նայեց, ավազի վրա մի քանի ոտնահետք նկատեց և գլխի ընկավ, թե ինչ էր երգում փոքրիկ ծիտիկը։ Գլուխը քորեց ու ինքն իրեն ասաց. Ահա այստեղ նստել է աղվես եղբայրը։ Այս էլ նրա սիրունիկ փարթամ պոչի հետքը։ Այստեղ գայլ եղբայրն է նստել, այս էլ նրա սիրունիկ երկար պոչի հետքը։ Այստեղ արջ եղբայրն է նստել, այս հետքն էլ ասում է, որ նա բոլորովին պոչ չունի։ Ուրեմն նրանք այստեղ են եղել, իսկ հիմա այն բլրի հետևը փոսի մեջ պահ են մտել։ Ճագար եղբայրն իր գտած իրերը պահեց թփերի մեջ և ուզեց տեսնել, թե ինչ են անում նրանք։ Նա սողեսող մոտեցավ փոսին, ներքև նայեց։ Աղվես եղբայրը պառկած էր ճանապարհի մի կողմում։ Գայլ եղբայրը պառկած էր մյուս կողմում։ Արջ եղբայրն էլ աղվես եղբոր մոտ քնել էր ստվերում։ Ճագար եղբայրը տեսավ, թե չէ բերանը ձեռքով փակեց, ինքն իրեն ծիծաղեց։ Ետ վերադարձավ իր գնաց իրերի մոտ։ Այնպիսի մի ծիծաղելի բան էր մտածել, որ ուրախությունից պար եկավ, ծափ զարկեց, շուտով գործի անցավ։ Գլուխը խոթեց սուրճի ամանը, մի թել վերցրեց, անցկացրեց բաժակների բռնակների մեջ, կախեց վզից։ Հետո ափսեների մի մասը մի ձեռքով վերցրեց, մյուս մասը մյուս։ Ամեն ինչ պատրաստ էր։
Նա սուս ու փուս բարձրացավ բլրակի վրա, ափսեներն իրար զարկեց, մեծ աղմուկով ցած վազեց բլրակից։ Ոչ ոք այդպիսի ձայն չէր լսել, ոչ ոք այդպիսի մարդ չէր տեսել, ինչպիսին ճագար եղբայրն էր դարձել։ Սուրճի ամանը գլխին, բաժակները վզին։ Արջ եղբայրը վեր թռավ։ Հիշում եք, նա քնած էր։ Ձայնը այնքան վախեցրեց նրան, որ սկզբում ոչինչ չտեսավ, չհասկացավ։ Վազեց ուղիղ ճագար եղբոր վրա։ Սարսափելի արարածին տեսավ, թե չէ, դարձավ, վազեց ուղիղ գայլ եղբոր վրա։ Նրանք դեռ չէին փախել, երբ ճագար եղբայրը հասավ փոսին, ափսեները իրար զարկեց ու գոռաց. «Ճանապարհ, ճանապարհ! Ես անտառի ոգին եմ, երկար ճանկերով, երկար ատամներով, ճանապարհ!» Աղվես եղբայրը, գայլ եղբայրը և արջ եղբայրը այս որ լսեցին, լեղաճակ եղան ու այնպես արագ փախան, որ մի րոպեում աներևութացան։